Ողջույն։ Հայաստան է այցելել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևը։ Ինչպես որ հայ-ադրբեջանական բոլոր բանակցություն պայմանավորվածություններն են եղել հանրությունից թաքուն, ուղղակի վերջին պահին իմացել ենք ինչ են հանձնում, ինչ են նվիրում, որտեղ են մեզ դավաճանում, այնպես էլ այս այցը գաղտնի էր պահվում, մինչև որ լրատվամիջոցները հրապարակեցին Զվարթնոց օդանավակայանում կայանած ինքնաթիռ վրանգրված Ադրբեջան։ Հետո ստիպված հաստատեցին, որ եկել է, այն էլ պատվիրակությամբ, բայց գաղտնի են պահում օրակարգը։ Ինչու է եկել։ Սահմանազատման անվան տակ նոր տարածքների խոստում ստանալու, եկել ընտրություններում Նիկոլին աջակցելու գործողություններ քննարկի, խոստանա Նիկոլին տրվելու դեպքում ադրբեջանական միլիարդավոր մանատների ներդրումներ, ասում են գործարարների էլ է բերել հետը։ Միգուցե եկել է քննարկելու 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու հրեշավոր ծրագիրը, ասում են Մուստաֆայևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր։ Գուցե հետը բերել է ադրբեջանցիների նմուշներ այնտեղ բնակեցնելու։ Քանի որ այս գործընթացը ի սկզբանե եղել է ժողովրդի թիկունքում 2018-ից ի վեր, հավատում ենք ամեն ինչի։ Մարդկանց մեջ կա արդեն տագնապ, մարդկանց մեջ կա խորը անվստահություն այս ռեժիմի նկատմամբ, դրա համար ամեն ինչ սպասում են Նիկոլի իշխանությունից։ Գիտեք, 2018 թվականի ընթացքում հեղափոխություն կոչվածից մինչև այդ տարվա վերջը մենք ընդդիմադիր լրատվամիջոցներս ունեինք խնդիր, դժվարությամբ էինք հայթայթում կարծիքներ հարցում անելիս, որոնք սուր կքննադատեն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Բայց միայն այդ թվականին կրկնում եմ։ Մենք գիտեինք ովքեր են դրանք, ինչ գլխավոր նպատակով են եկել իշխանության, ինչ են երկիրը դարձնելու, Արցախի հետ ինչ են անելու, ահա զանգում էինք, բայց կարող է Երևանում մի քանի ժամ հարցում անեինք, մեկ փոքր ռեպորտաժի համար հազիվ հավաքելով կարծիքներ։ Հիմա այդ մարդը այնպիսի վարկանշային ցնցում է ապրել, որ հարցումը կարող է տևել 10 րոպե։ Եթե մարդիկ չեն վախենում խոսել, ուրեմն քննադատում են անխնա։ Հիմա արդեն հենց Նիկոլի օգտին հարցում անելն է դարձել գրեթե անհնար։ Եթե նախապես իրենց падգամավորների, հորքուր-մորքուրներին, վարորդներին, գրասենյակների աշխատողներին, որպես պատահական անցորդ չբերեն, ներկայացնեն, հավատացեք, որ չեն կարողանալու ստանալ գոնե փոքրիկ մատերիալ։ Անձամբ եմ ճանաչում լիքը մարդկանց, որ 2018 թվականի գործընթացներին ակտիվ մասնակցել են։ Հիմա ասում են, ես երբեք ոնց կարող էի դրա նմանի հետևից գնալ։ Ամաչում են ժողովուրդ։ Չեմ ասում Նիկոլը ձայն չունի, ցավոք այսքանից հետո անգամ ինչ մենք ապրեցինք, դա դեռ ունի աջակիցներ, բայց նաև ունի մարդիկ, որ իրեն ատում են, բայց մտնում են վարչական ռեսուրս ձևակերպման տակ։ Կարծում եմ այս անգամ այդ ռեսուրսը չի կարող ամբողջ ծավալով հաջողել ընտրություններում։ Այնուամենայնիվ, ինչպես ասում են, թռնի երկինք իջնի ցած, այն զանգվածը չունի հաղթանակ տանելու համար։ Մի մարդու փողոցում հարց է սուղում իշխանության մասին, կողքից անցորդները լսում են, իրենք էլ են միանում ու սկսում են բողոքել։ Ինչից ուզում ես հարցրու, թոշակից ես հարցնում, բողոքողները լի են, գնաճից ես հարցնում, լի են, աշխատատեղից ես հարցնում, լի են, աշխատանքի վարձատրությունից ես հարցնում, բողոք, 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 անվտանգությունից ես հարցնում, նմանապես։ Սրանք անընդհատ ինչ-որ թեմաներ են նետում դաշտ, որոնք սակայն փշրվում են նպատակին չհարցնելով։ Ինչ է կարծում։ Աշխատեց թեզը, թե եթե ինձ չընտրեք, կլինի պատերազմ։ Հակառակը, մարդկանց մի մասն ասում է, ուրեմն դու Ալիևի հետ պայմանավորվել ես, որ հարձակվի։ Մյուս մասը ասում է, ուրեմն այնքան խախուտ է խաղաղությունը, որ ընդամենը մեկ մահկանացուի հետ է կապված, բա որ նրան մի բան լինի, թե պետք է մինչև կյանքի վերջ վարչապետ մնա։ Շատերն էլ հաստատում են, որ տեղի ունեցողը խաղաղություն չէ, այլ հրադադար մինչև ընտրություններ, նվաստացումների գնով, որից հետո պահանջների կատարումը շարունակվելու է։ Ի դեպ, Փաշինյանը շատ լավ արեց, որ այս թեզը շուտ նետեց դաշտ, մինչև ընտրություններ լրիվ կմաշվի։ Հաջորդ շաբաթ արդեն նոր թեզեր կնետվեն դաշտ, թե Նիկոլի ընտրությունից հետո ինչ փայլուն ապագա կբերի Եվրամիությունը,
Մայիսի 4-ից 5-ին Հայաստանում հավաքվելու է այսպես կոչված եվրոպական ընտանիքը Հայաստան Եվրամիություն գագաթնաժողով, նաև տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Սրանք կարող եմ ասել Հայաստանի համար խիստ հակառակ էֆեկտ են ունենալու, որովհետև եթե նրանցից մեկը Հայաստանին իբր եվրոպական օգնության մասին է, մյուսը ամբողջությամբ հակառուսական եւ պրոուկրաինական է։ Այդ միջոցառումները Հայաստանը ոչ մի միլիմետր գործնականում չեն մոտեցնելու Եվրամիության մուտքին, բայց հանգեցնելու են Հայաստանի դեմ ռուսական պատժամիջոցների շատ լայն փաթեթի։ Նիկոլին անձամբ արդեն բողոքում են մարդիկ, որ իր պատճառով իրենց դեպորտ են արել։ Սպասվում է նաև հայկական ապրանքի դեպորտ։ Այսինքն, այո, սկզբում մի քանի օր կարծում եմ կաշխատի եվրոպական օրակարգը, բայց շատ արագ ահազանգ կհնչի այսպես կոչված ցուրտ ձմեռների, ծառի տակ փտող գյուղմթերքի, աղքատության խորացման, պարենային անվտանգության վատ հեռանկարների մասով։ Այս գագաթնաժողովը Նիկոլի իշխանության համար լուրջ գլխացավանք է լինելու, Հայաստանի համար առավել ևս։ Սա էլ վստահաբար իրեն չի բերելու քվե։ Հետևում եք Նիկոլի մարզային շփումներին։ Տարիներ առաջ ինչ խնդիրներով դիմում էին մարդիկ, խոստանում էր լուծել։ Հիմա ցրում է, մեղադրում է։ Ասում են տուն չունենք, պատասխանում է հեղափոխությունը տուն տալու համար չէր, բայց իր թիմի համար դղյակներ առնելու համար էր պարզվեց։ Ասում են գործ չունենք, պատասխանում է հելեք մայրուղու վրա սուրճ ծախեք, բայց իր թիմակիցները առանց մայրուղի կանգնելու պարգևավճար են ստանում։ Բողոքում են, որ հողը թանկ է, չեն կարող առնել տուն սարքել, պատասխանում է ես էլ իմ երրորդ մասի տունն եմ վարկով գնել։ Իսկ կարող ես միջնորդել, որ նախկին նախագահի փեսան իրենց էլ ամեն ամիս տասնյակ հազարավոր դոլարներ տա, որ իրենք էլ վարկով տուն գնեն, հեշտ փակեն։ Մի խոսքով բողոքում են ամեն ինչից։ Էլ չեմ ասում, որ ընդամենը մի քանի մարդ է հավաքվում, որպեսզի Նիկոլը մարդ հավաքի որևէ հրապարակում, անունը դնում են համերգ։ Ու հետո իրենց հույս են տալիս, թե համերգի եկածները Նիկոլի ընտրողներն են։ Հույս տվեք, ինչքան կարող եք, ոչինչ։ Հաճախ ենք կարդում հրապարակումներ, թե Նիկոլ Փաշինյանը իր վարկանիշը բարձրացնելու համար այսինչ բան է անելու։ Պաշտոնական դրակաշարք է տալու, գերի է բերելու, Եվրոպայի հետ վիզաների ազատականացում եւ այլն։ Ժորժ ջան, վստահաբար ասում եմ, անհնար է, չի լինի։ 2021-ից ասում եմ, չկա այդպիսի մի քայլ, մի որոշում, մի իրադարձություն, որը Նիկոլի վարկանիշը կբարձրացնի։ 2021 թվականի ընտրություններից հետո մինչև հիմա նրա վարկանիշը բարձրացել է։ Չէ, ժողովուրդ ջան, գետինը ծակել իջել է ներքև։ Նա ոչ միայն չի կարողանում անտարբերներից, չկողմնորոշվածներից ձայներ տանել, այլև կորցնում է նրանց ձայները, որոնք թվում էր ամեն պարագայում իրենն են։ Եկեղեցու վրա գրոհի պատճառով քանի տասնյակ հազար նիկոլական նրանից երես թեքեց։ Քանի տասնյակ հազար թոշակառու կար, որ նրանից երես թեքեց 10,000 դրամը ծախսել չիմանալու մասին ելույթից վիրավորելուց հետո։ Քանի հազար հոգի երես թեքեց Ավինյանի հոր համբալական վիրավորանքից հետո։ Քանի նիկոլական երես թեքեց եկեղեցում 18 տարեկան երիտասարդի ձերբակալելուց հետո, մետրոյում այն երիտասարդ կնոջ վրա գոռգոռալուց, մարզեր այցելելիս մարդկանց վրա գոռգոռալուց հետո։ Փաշինյանը կառավարման համակարգի եւ մտածողության դեգրադացիայի մեջ է։ Նրա մոտ սխալները արդեն նորմ են։ Դրա մոտ կուտակվել են բոլոր սխալները եւ ցանկացած որոշում ու քայլ արդեն սխալ է շղթական ռեակցիայով։ Բացի այդ, Փաշինյանի նկատմամբ վստահության այնքան մեծ կորուստ է, երբ նույնիսկ դրական որոշումներն են ընկալվում որպես սխալ։ Սա կոչվում է ընկալման ճգնաժամ։ Տեսեք, այլ պարագայում թոշակառուն կասեր, ապրես որ բարձրացրեցիր թոշակը գոնե մի քանի տարի հետո։ Մեր պարագայում հակառակն է, բոլորն ասում են, ընտրակաշարք է։ Թոշակառուների վիրավորելուց հետո կարող էր եւ չբարձրացնել, կամ ավելի լավ էր չբարձրացներ, քան ամեն ինչ թանկացնել։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը բնականաբար ամեն քայլի կդիմի իշխանությունը չզիջելու համար, թեկուզ որ նա զգում է պարտությունը, բայց պետք է արձանագրել, որ Հայաստանի պետականության պահպանությունը կախված է նրանից, Նիկոլը կմնա, թե կհեռացվի։ Ժորժ ջան, ձեր որոշումից է կախված։
այս ընտրությունը ուղղակի հերթականը չէ, ամեն մի ձայնը պատասխանատվություն է Հայաստանի լինել չլինելու համար։